Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր գրանցված են արդեն, բոլորիդ հրավիրում եմ Մարտի 9-ին ժամը 12-ից 12:30 եղեք Սայաթ Նովա 19 հասցեի Անի Պլազա հյուրանոցի մոտ, որովհետև առաջի համագումարն է, կլինեն լրագրողներ, հյուրեր եւ այլն։ Նկարահանվում է կլինի օնլայն եթեր բնականաբար։ Հիմա նորից կրկնում եմ եւ զգուշացնում եմ. Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ սուտ ընդդիմությանը, որը ամբողջովին պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Սա վերաբերում է Քոչարյան, Սերժ եւ մնացածին։ Հանգարցակի փորձել եք, որտեղ դուք արդեն փորձ եք անում վիժեցնել համագումարը։ Փորձել եք այնտեղ շանտաժներ սարքել, դիմաց ինչ-որ բաներ սարքել, ձեռքիցս չեք պրծնելու։ Հատ։ Ես լուրջ եմ ասում, անենց կոմպրոմատներ կբացահայտեմ, որ քելնեք տնից չեք կարա նույնիսկ երկրագնդի վրա լուսին կփախնեք։ Հանգարցակի որևէ մեկը չփորձեք խոչընդոտել, քանի որ երեք ասեցի, սկսել եք խոչընդոտելը։ Այնտեղ լույս անջատել, չգիտեմ, Բիշարյան Հեղնեի պես մեկին բերեք տգլորանավորի փր վատավոր 200 ձեն լծվի, ես իմ շոուներ բան, ոչ մի բան չի անցնելու։ Համագումարը առաջի տեղի ունենալու։ Նախորոք զգուշացնում եմ, Նիկոլ կնկատ տգլոր չբերես տեքսես աղջիկը թելնի ստրիպտիզ բարի ոնց որ ամբողջ TikTok-ում մնացածի մասին չասեմ։ Հատ կաբինետ ասելու եմ ինչերի մեջ եք, որ ժողովրդի իմանա։ Պարզը չփորձեք խոչընդոտել։ Զգում եք, որ իրոք միակ ազգային ուժն է, այդ ուրիշներին անուններ չտան, բացումներին մեկը ձեն չանեք։ Դե այդքան Աղազարյան Հովիկին դեմ եք, իբր Աղազարյան Հովիկի 3 հոգանոց կուսակցության անեք։ 4-5 հոգի մարդ եք դրել, որ հաշվեն հանգարց 300-ից մի հոգի պակաս եղնի։ Վայ, շուխուրան, հարգելի հետևորդներ, արխային հանգիստ դուրս կգաք, կուսակիցներ կծխեք, հաց կուտեք, զուգարանեք կգնաք, չվախենաք այդպես բանից, որ դերասանություն անեն։ Խնդրում եմ բոլոր մեր կուսակցության անդամներին, հեռախոսները լիցքավորած կան, բոլորը նկարեք տարբեր ռակուրսներից, աթոռների քանակը, նստելու քանակը, որ դերասանություն չանեն, թե իբր չկա, վայ, սենց։ Խնդրում եմ բոլորիդ, պարզ է։ Հյուրերին բոլորիդ խնդրում եմ նկարեք ուղարկեք ինձ, որ դերասանություն չլի, քանի որ մենք զգում ենք, որ այստեղ ուզում են ինչ-որ մի բան բռնեն մեր վրա։ Չի թիվնա քիչ, չի համապատասխանում, էսը սենց չի, այն բանի նման ասած, մեր բակի պայձես դե կեղտո, դա էսի էսա, այնի ենա եւ այլն։ Հաջորդ հարցը ինչին ուզում եմ անդրադառնալ, շատ կարճ։ Անդրադառնալու եմ երեկվա մեր կոչին եւ մարդկանց արձագանքին դոգի համար։ Հարգելիներս, ես ասել եմ ու կրկնում եմ, ցանկացած հայ մարդու համար, եթե մենք զգում ենք ծանր վիճակում, մենք մեր աջակցությունը քայտնենք, այնտեղ կգրեք, դու զանգի, լավն ես, վատն ես, դա չի հետաքրում։ Այդ անմակարդակ, ոչ հայատար, անգրադիետ, ես իմ ինչի կարոտ, հայոյանքա կարոտ, ճամպայրի շշերը դրած դրանով, շշերով բավարարվող տղամարդիկ թե կանեք, մի գրեք։ Ես գիտեմ ինչ եմ անում։ Ես ու Սարգսյան Արտակը գիտենք ինչ ենք անում։ Պետքա կանենք, պետքանը լավն եք այդ 730-ատ ջնջել եմ, մի 150 հատ է էշություն թողել եմ, թևս հոգնեց։ Բայց գիտեք այդքանով էլ գնացեք օգնեք։ Ինչ եք տունը նստած պահանջում, որ լստիպում, գորոզ ես, թո զանգեն, ուրա զանգել են չէ։ Ով է պատասխան տալի։ Հիմա աստված չարի, մի բանը լումա, արտակի մի բանը լումա, ումից եք ճշտելու։ Պետք է ասեք այդքան լավն ես, հել գնամ անարի, հա։ Մի օր բան ինչի տես չեք դիմե։ Բայց Սարգսյան Արտակը այդքան բռնված էր, ոչ մեկը ցեն չի կանում, ես սկսեի խոսել։ Առաջինը Դոգը մի անգամ սենց թեթև անցավ, ես էի միշտ խոսում։ Բիլյան Արմենի մասինով ա խոսում, ես։ Գասպարյան Սերոպի մասինով ա խոսում, ես։ Որ մեկը տեք խոսում դրանց մասին, ոչ մեկ։ Բարի բունի մաստով ոչ մեկ։ Հիմա դերասանություններ չանեք, տակը մեկը ով գրեց, մանոտ այդ անմակարդակ, հայառուսատար, անգրադիետ, բառերը չհասկացվող հայոյանքով բոլորդ բլոկվել եք, ես չեմ սիրում տենց հիմար մասը։ Ինձ պետք չի խոտակեր մասաներ, որ անուղեղ գրեք տակը։ Պետք է գիտենք ինչ կանենք, պետք չի, չգիտենք, ամենայն դեպս դոկ կուսակցությունից ոչ մեկ չի զանգել։ Զբա ինքը չիմանա, ես իմանամ իր կուսակցության ղեկավարի տեղը։ Ասում եք այդքան լավն է զանգի, լուրջ։
Պապայի տարև, որ մամայիդ չոլերից է գտե։ Ես պետք է զանգեմ տենամ ընկնեմ մանգամ, բայց այդքան կուսակցություն ա դրել։ Մեկը չկա, վերցնի զանգի պատասխանատուն ասի, ախպեր, սենց հարց է։ Այսինչ գործի մեջ ենք։ Ես ճշտել եմ, որ եթե դուք Հայաստանի քաղաքացի ա, Հայաստանի Հանրապետությունը իրավական ոչ մի պայմանագիր չունի ԱՄՆ-ից մարդ ստանալու։ Դա մեկ։ Երկրորդը, եթե դուք Ռուսաստանի քաղաքացի ա, ոնց որ ասում են, առավել եւս Հայաստանի կառավարությունը իրավունք չունի պահանջելու դուքի։ Այսինքն երկու դեպքում էլ չունի մնացած լրացուցիչ ինֆորմացիան մենք կճշտենք ավելի ճշգրիտ կասենք։ Երրորդ հարցը, Գևորգ Պետրոսյանը այսօր հելել ասում է, այս կուսակցական չեմ, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, էս եղեք, այն եղեք, բայց պետք է պահանջենք։ Գևորգ Պետրոսյան, դու կուսակցական չես, դու դի կուսակցության բացման ով էր նստած, դու մեջը չտես անդե ոնց որ Նայրա Զորաբյան տեր ինչ էր իրար հետ պաչիկ-պուչիկներով։ Դու դոդի կուսակցությունից ես ու անժիկի ծոցը մտած ելույթներ եք ունենում, Նայրա, այս ինչ տրոյկա է։ Նայրա Զորաբյանն էլ այսօր էլ ասում է Հայաստանին պետք է մահապարտ ընդդիմություն։ Եթե մահապարտ ընդդիմություն լինի, Հայաստանը կհաղթի։ Այսինքն ում եք ուզում մահ զոհ տակ, Նայրա։ Մեզ, չէ։ Մենք զոհ չենք, մենք չենք ուզում մահապարտ լինի։ Ես էլ եմ կրկնել, մենք Արոնով չենք գալու։ Եթե դուք ուզում եք արյան մղեք հերվից խոսքով, չէ։ Մենք Արոնով եկողը չենք։ Այ Արոնով դուք եկեք, ձեր տերերը, քո տերերը։ Ու մորոք դուք մնացել եք։ Մարտի 1-ի ցուցակները չեմ մոռացել, տպել էին ում են ֆորմա բաժանել, ում են զենք բաժանել, Դոդի Գագոն քանի հոգի էր բերել, Շմայսը քանի հոգի էր բերել, Մանվելը քանի հոգի էր բերել, Սեյրանը քանի հոգի էր բերել, եւ մնացած բոլոր անուններով։ Հալարաղացի Լյովիկ ինչքան էր բերել։ Չէ, թոթվածները կա խոչի ջնջվե, ուզենաս ջնջեսը չես կարա, Նայրա։ Մենք Արոնով եկող չենք։ Բարձա, Արոն մենք մեր ձեռին չենք վերցնել։ Ունես որ նման հիմար կոչերով իբր թե թասիբի գցեք։ Այդքան կակ, այդքան տեսնում եք, զանգեք մի բերան ասեք ինչ ա եղել։ Բա արտակի պահով ինչի ոչ մեկը չեք խոսում։ Մենակ պահանջում ենք արտակին, բա ինչի չեք խոսում։ Պահանջում եք, բա խոսալուց չկաք, պահանջելուց կաք։ Տունը նստած էլ եմ ասում, չռված շամպայնի շշով բավարարվող թարս կողմով, մարդ եք մանգալի մի բան է մունատ, պետք չի մեզ մունատ։ Մենք գիտենք ում ինչ ենք անում ու ոնց։ Համենայն դեպս մեր գործը ճշգրիտ է, մենք որ ուզենանք խառնվենք այդ գործին ճշտենք, այսինքն ոչ թե ուզենանք, մենք այդ գործին խառնվելու համար հիմա ճշտումներ ենք անում, որ խառնանք, մենք այնպես մարդու ենք մեջ գցելու, որ դուրս կա երևա, որ դուք չեք պատկերացնի, այնպես որ պետք չի։ Ոչ մեկը ուղղակի կապը չունեք այդ մարդկանց, որոնք կարող են Ամերիկայի դատարաններից մարդանել։ Բարձա, թեման փակենք, անցնենք հաջորդ հարցին։ Անցնում եմ հաջորդ հարցին, որը վերաբերում է վարորդներին, տղեկ ջան, բոլորից շնորհակալ եմ այն վարորդներին, ովքեր դեմ են դուրս գալիս այս բանին, պայքարում են ու չեն անում քաղաքապետի հրամանը։ Այսօր գցել եմ փաստորեն այս կառավարությունը լրիվ դառա Facebook-ի ու WhatsApp-ի կառավարություն։ WhatsApp-ից ինֆորմացիա է, որ լցվում է, տղեկ ջան, ձեր ցավը տանեմ, հելեք, մի հատ անասուն եմ բռնել վարորդ, լրիվ վաստակ, որ արա քո հերդ գիտի, որ դու հորը տարև ես երդվում, որ Ավինյանը մաքուր տղա է, լավ աղբեր է։ Հերդ գիտի, որ դու Ալելա սերվաս, նարկաման, արվամոլ, ջուդի, արևով երդվում ես բոլոր WhatsApp-ի այդ վարորդների մոտ, որ հորը Սարև ճիշտ տղա է, և նրա անգերները ճիշտ տղեկ են, դու ինչ այլա սերված ես, ասել եմ, նույն են հին անեկդոտն ես դու, մի հատ հին անեկդոտ կար, ժողովուրդ ջան, մի հատ հին անեկդոտ կար, բոլորդ լսած կլնեք, մեկը ռեստորան սովետական է, ուտում խմում է, փողը պրսում է, էլի ուզում է ուտի խմի, Սեղանի վրա կողքի մարդ չկա, հա մի հատ 100 ռուբլյանոց է դրած, վրեն գրած ով որ ձեր տա նրա մերը, սա վերցնում է 95 ռուբլու զակազ է տալիս, ուտելիք 5 ռուբլին ուղարկում է երաժշտին, ասում է երկի ներիր մայրիկ, հիմա այս լրպի տղեն դու ես, ասում է հորը Սարև ապե մաքուր տղա է, հորը տարև դու իրա արվամոլության և ամեն ինչի նարկամանության տակ ուրեմն դու ես, երկիր են ղեկավարում, վարորդով, Ոնց որ Սերժն էր վերջում, ինչքան վարորդներ ունեին, այն չաղկալ, կեղտոտ, փնթի դնում էին ղեկավար, հիմի սրանք են։ Բոլոր վարորդներին դոդը բան, բերին սարքին քաղաքապետ, համայնքապետ, մուկը բան, հիմի սրանք են դառել։ Նույն ծրագիրն է, չի փոխվել, որտեվ իրար աղբեր է։ Վերջապես, Հրանտ Բագրատյանին ազատ են արձակել Նիկոլին քրֆելու համար։ Այս ինչ կապիկություն եք անում։ Հրանտ Բագրատյանին ոնց կարային բռնեին։ Ես ասում եմ, այդ ոնց ա որ Նիկոլ քրֆելու համար Հրանտ Բագրատյանին կես ժամով բռնում ու ազատ են արձակում։ Բայց Արտակ Սարգսյանը, որ ոչ մեկին չի քրֆեի տարբերությունից մինչև հիմա պարոն Փաշինյանը ասում, Արտակը կիսա ձերբակալված է։ Հարց եմ տալիս ձեզ։
Չէ, ռեալ, այդ ոնց Արտակը ոչ մի բան չի արի, ոչ պարոն Փաշինյանը քրֆե, ոչ Բգոյին, ոչ բան ասելա, որ հա ինձ բռնել են, էս ինչ մարդիկ են մեղավոր, բայց անուն տվելա, չէ, հայելա, չէ, բայց դի ասма Արիան կոչ արել, որ սպառնացել է, որ բան անեն, բռնել են բաց հետո, բա Բագրատյանին ոնց կարան բռնեն, Բագրատյանը Բերանացի ամբողջ Նիկոլի այլասերվածության հարվածը, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի այլասերված ընկեր եւ Հայաստանի կործանման առաջի վարչապետ, որը մեկին 4000 ժողովրդին գցել է 162 դրամով, ասում եմ, բազալտում տանգի լուլե կդրող ցեխը 162 դրամով ծախել է ժողովուրդ 162 դրամ։ Այսօր տրանսպորտը սարքում են 300 դրամ, ինքը 162 դրամ է ծախել։ 93 թվականին 162 դրամ։ Բագրատյանը բանը Նիկոլին ասաց, ես եմ բանակից ազատել։ Հասկացաք, բանը ես եմ ազատել բանակից։ Չի ասում Լևոնը վերցրեց իր վրա։ Բա բանակից Նիկոլին ազատողին Նիկոլը կդատի։ Կապիկություն։ Կապիկություն։ Էնպես որ sense կապիկությունների շարքը շատ է լինելու դեռ։ Սա ի՞նչ է։ Հələ չի սկսել, հələ 9 ամիս կա։ Արդեն իրար են փռտում, հետևներն են տգլոր հանում ցույց տալիս։ Եսի մեր կապարեր են անում իրար հետ։ Հələ ուր եք։ Ժողովուրդ ջան, ասում եմ, բոլոր սերիալների ռեյտինգը գտնելու է։ Նայեք Հայաստանի քաղաքական աշխարհ։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսեմ, ասում եմ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել բոլոր իր քպականներին, ով չօգնեց Գյումրիում Սարիկը հանցնի, գործից ելնելու։ Իմ ծիծաղը գիտեք ինչի է գալի։ Նախ Սարիկը մի ասել է, եսի մի չի։ Այն մյուս կողմը, որ ղրգել եք են Արման Բաբաջանյան, այն Արվամոլ կռուգը, Խզմալյան, Բաբաջանյան, Շիրինյան, Լևոն Բարսեղյան, ես իմ Սուրեն Սուրենյան, ինչքան ԼԳՏՊ կա, մի հատ օրգիա եք սարքե, հա, ու լծվել եք մեջը, դրանց ուզում եք քաղաքական անցկացնեք, Գյումրին դուք տանիք եք, տանուլ եք տալու։ Դուք տանուլ եք տալու, նույնիսկ Սաշիկի, Միշիկի, ընկեր, Սերժիկի, Քոչանի ընկեր Ռուբոն չի անցնելու։ Գյումրիում լինելու է երկու փուլ, որից հետո ծեսկրտուկ ասկսելու, դուք թուլացնեք, հետո կլինի իրականացություն, ասեմ ձեզ։ Սենց հալնելու Գյումրին, դուք չեք անցնելու, ոչ մեկը։ Կինո սարքեք, չսարքեք, չեք անցնելու։ Անցածել շատ շուտ գահից ընկնելու եք։ Եթե ձևական բռնեք, զենքով բրթեք, գահից ընկնելու եք։ Ով վերցրեց Գյումրու քաղաքապետի պոստը, նա իր վրա վերցնում է Նիկոլի դավաճանության ուղիղ 50% ու կորցնելու են դրան, կապ չունի ով է։ Կորցնելու են զոհ են հիմա ստեղծելու, որտեղ երբ որ կանգնում կուսակցությունը նման հրամանա տալիս ու 100 ձևով մտնում է մեջ, խզմո, մզմո, բզմո, մզմո, ինչքան արվամոլ կա երկրի մեջ լցում է մի խումբ, մնացած արվամոլ նարկոմաններին էլ մյուս խումբ, չի լինելու էս, ուղղակի չի լինելու, գզվրտոցը։ Ասենք մյուս հարցին, որի մասին ուզում եմ խոսել եւ բավական կարեւոր պահ է, որ պիտի խոսեմ, ժողովուրդ ջան, մի վարդյան, գրել եմ բոլոր հարցերը, հա։ Ինչ է ուզում ասել, երեք ես խոսեցի Ղարաբաղյան կլանի մասին, մարդիկ վայ, առաջ անգամ ենք լսում, շոկի մեջ ենք, ես ինչեր գիտեք։ Ժողովուրդ ջան, այդ ասածս ընդամենը 0.1%-ն է։ Ղարաբաղյան կլանը ես ամեն հաղորդման երկար չեմ ասի, փոքր կասեմ, Էլի եմ ասում, ընդհանրապես կապ չունի արցախցիների հետ։ Քանի որ Ղարաբաղյան կլանի անդամ ա եղել Գագիկ Խաչատրյանը, Ախուրյանցի, Ղարաբաղյան կլանի անդամ ա եղել Երևանցի մի շարք տղեկ, Ղարաբաղյան կլանի անդամ ա եղել Մարտունեցեն, Վարդան Խաչատրյան եւ մյուսներն, այնց որ ոչ մեկ չէ, Թալինցիներ, կլան ուղղակի անունը կոչվեց Ղարաբաղյան կլան, որտեղ մեծ մասը ղեկավար խփոցինորով բերին Ղարաբաղցիք։ Ղարաբաղյան կլանի թուրքա-ջհուդական խառնուրդները, ոչ թե արցախցիք։ Հիմա նույնը կարամ ասեմ տարբեր դարերում, տեսեք, երեք ասեցինք, որ Արցախի այս Ղարաբաղյան կլանի հոգեբանությունը միշտ թշնամությունն է հայ ազգի հանդեպ, այսինքն ով մեջը ջհուդ ալնում, ծախում ազգին, նա դառնում է այդ կլանով ղեկավար։ Տեսեք, դարերով սա գալիս է, ես երեք խոսեցի Հետումյաններից, Սյունիքի թագավորությունից, այսօր պայտակ հիշեցի, ասի կիսվեմ ձեր հետ, որ դուք էլ համեմատեք, տեսեք, հեռու չեմ գնում։ Դավիթ Բեկի ժամանակ, Մխիթար Սպառապետի ժամանակ հայկական բոլոր կողմերը զորքերը հավաքել են, ճիշտ է։ Ռուսները պիտի գային Պյոտրը պիտի գար հայերին օգնելու, ճիշտ է, ըստ օրենքի տենց էր։ Պյոտրը կինոն է ստիպել են Մխիթար Սպառապետը նենց հայն, որ իբր ռուսները գայս են, ռուսները չեն եկել։ Պյոտրը եկավ, Կասպից ծովի ամբողջ ափը գրավեց, հա, պարսիկներից գրավեց ու ֆռում էր հետ գնալ,
Արցախից դուրս եկած Ղարաբաղյան կլան, սա ձևավորումն է, որ հայազգի թշնամի, տեղի ծնված հայազգի թշնամիների մի խումբ գնացին կպան ռուսական զորքերին, գնացին ռուսացան, դառա ռուսական գեներալներ եկան Հայաստանում կռվելով, ջարդելով հայկական խամսայի կամ մյուս մելիքությունները, անունը դնելով, որ մենք հայ ենք, Հայաստանը կործանեն գնաց։ Բարսեղ Բեյբության, Բարսեղ Մադաթյան, Արշակ Տեր-Ղուկասով, Լորիս Մելիքով, Լազարև ինչ արեցին։ Իրենք պայքարել են հանուն ռուսական կայսրության։ Հիմա կասեք, չէ, ազատագրել են։ Ի՞նչն են ազատագրել։ Ազատագրածը պայմանագրով հետ են տվել։ Այդքան գեներալ կար։ Ոչ մեկ չմտածեց Հայաստանը պահելու համար։ Բա այդքան եկան, այն որ ասեցինք Արգությանը, որ բերել են, հա, ով բերեց։ Էլի նույն Ղարաբաղյան կլանի անդամ Արգությանը, որը ցարական, ռուսական, ցարական անունն ասա, հատուկ գաղտնի ծառայության անդամներ։ Ես պատմել եմ ոնց ա բերել, ինչ դաժանությամբ ա բերել, փետրվարի 1-ին Թիֆլիսի ամբողջ հայ ժողովուրդը, բնականաբար Թբիլիսի 85%-ը հային, ծնկա չոքած ձյանը ցուրտ չոքած աղոթելով Ալեքսանդրյանի համար, Նիկոլայ Ցարներ, Պավելի համար մտել են մինչև Ղոջավանք, Թիֆլիս։ Բառը նույնիսկ հայերեն է, Ղոջա, մեծ վանք։ Բա այս բաները, որ ասում եք ռուսը ինչ արե, կամ Ղարաբաղյան կլանը ինչ արե, ով Ղարաբաղյան կլանից եղել է այլասերված հակահայ, քաշել են վերև, ով չէ։ Հաջորդ հարցը գնան, որ չզարմանաք, տեսեք նույն կապը տալիս եմ, գնացին դառան ֆրանսին եկան տեր ստե ջարդելու։ Հաջորդ հարցը որ տա։ Ղարաբաղյան կլանի այն մյուս անդամները, ովքեր գնացել են, մտել են Նապոլեոնի ժամանակ մամլյուկների մեջ։ Հարց. Նապոլեոնը եղել է 1812 թվին, էլի այդ ժամանակները Ղարաբաղից գնացիք որպես մամլյուկ Ռոստամ եւ Մյուրադ Նեապոլիտանացի։ Դուք գնացել եք որպես մամլյուկ եւ մի հատ էլ Պիոս կար։ Պիոսը գնացել եք դուք բոլորը հետագայում անունը փոխեց, դառել եք մամլյուկ ում համար։ Հայաստանում այդ ժամանակ կռիվներ էր, Խամսայի մելիքությունը կար, 5-ի մելիքությունները կային, սղնախները կային, Արցախի ինքնապաշտպանական ջոկատները կային, Զեյթունը կիսաանկախ էր, բանը Տալբորիկը շատ ախը կիսաանկախ տեղեր կային, պայքարի կտե, գնացել եք մուսուլմանի համար կռիվ, ինչ եք անում։ Ու հոп նրանց նկատեց Նապոլեոն Բոնապարտը, որը մասոնական անդամ էր, քաշեց առաջ, մեկին տարավ ուզում էր Իսպանիայի թագավոր Մյուրատը չստացվեց, իրան տվեցին Նեապոլի թագավոր, Նապոլեոնի եղբորը Իսպանիայի թագավոր։ Ընկեր ջան, բա այդքան ժամանակ, այդքան պոստի եք Նապոլեոնին չասիք, ամբողջ աշխարհը գրավում էր, ասեք, արա Նապոլեոն, ռուսի դեմ մի հարձակվի, այ օշխար։ Ձեր սիրած բառով օշխար, ոչխար չէ, օշխար, գեղական բարբառով ասեք, արի թուրքերին ջարդելով գնա։ Ինչի հենց Եգիպտոսը ջարդիր, բայց Օսմանյան կայսրությանը չջարդիր։ Բա երկու գեներալ եք, աղբերներն եք իրա, քրոջ ամուսինն էր։ Դու իրա աջ թևն էր, Մյուրադ։ Հետո եկար Շուշի ապրար գնացիր Թաղմանը։ Ոչ մեկիդ համար զարմանալի չէ, Ղարաբաղյան կլանի անդամներին ինչի հայրենիքի համար չծառայեն։ Չէ, ռեալ եմ խոսում, թե չէ, դրեք մտածեք։ Ոնց հատ շարունակեմ էլ ձևերը։ Ղարաբաղից դուրս եկած կոմունիստական կուսակցության անդամ, որը սպանեց Մելքումովը, սպանեց բանին Ջեմալին թե Էնվերին, Ջեմալին կարծեմ բանում, Ջեմալին կամ Էնվերին, ներողություն, անունները խառնա մոտս, Միջին Ասիայում, ինչի սպանեցիր, էլի եմ կրկնում, կարևորագույն վկային սպանողով է, դավա ջան, բա վերցնել հատ բացատրությունները, գրությունները տային իմանայեք Եղեռնի մասին, ինչի կրակիր սպանեցիր։ Նույնը Թելերյանին, գյոզալ տղա էր, դաշնակներ, ինչի ասիք նասմերց խփի։ Թող ոտից վիրավորեր, դատնե գրում էր, Թուրքիանը ճանաչել էր հայոց Եղեռնը։ Դատական նիստ դնեին, պահանջեին ամեն ինչը ստանային, չկա վկան, չկա մարդ, չկա պատմություն։ Չկա հարց, կրակել տվիք նասմերց, որ մեռնի գնա։ Էլի ջահել տղա էր, դուք 1000 տարվա սրա նրա տակ մտած կուսակցություն եք, ջեուդների ու ցարականի տակով անցած, կոմունիստների տակով անցած, թուրքերի հետ աղբերություն արած։ Չէ, դուք եք, չէ։ Հələ պաճպճում Իթիհադի հետ։ Երիտ թուրքի հետ ով էր պաճպճվում, դուք դաշնակներ։ Ում կողմից եկած կուսակցությունները տարան փուրը տվին, մասոններով ֆռացին, հայկական 18 հայկական մասոնական կար, 3 թուրքական, այդ ոնց եղավ 18-ը լցման թուրքերի մեջ եւ մասնակցեցին հայերի ջարդին։ Դաշնակներ, դուք ուր եք։
բուկետ բերան եք բացում, այս էլ ձեզ Ղարաբաղյան կլանի ղեկավար գնացողները։ Այսինքն այստեղից հետևություն, Արցախում գործում էր մի խումբ թաքուն ջհուդական խմբավորումներ, որոնք հենց բարձանում են պոստի, սկսում են թշնամություն անել հայերին։ Այդ թվում Քոչանա, Սերժնա, եսիմ Վիտոնա, մյուսնա հարյուրներով, Սիամոնա եւ այլն։ Նույնը Բաբաջանյանը, Հովհաննես Բաղրամյանը նույն Չարդախլու գյուղից էին։ Բաղրամյանը մասնակցել էր Վանի ինքնապաշտպանությունը եւ կարծեմ, եթե Վանը չեմ սխալվում, հաստատ բանի մասնակցում էր Սարդարապետի, մասնակցում էր։ Բայց ոնց եղավ Բաբաջանյանը հելավ դարավ գեներալ տանկը տվեցին գնաց Հունգարիա սրբեց, որ մինչև այսօր Հունգարիայի համար Բաբաջանյանին են մեղադրում, հայ գեներալ ա եղել, որ Վարշավան բանը Բուդապեշտը սրբել լցել ա լրիվ գետը։ Չէ, ռեալ բաներ եմ ասում, ժողովուրդ։ Օգուտը ո՞րն է եղել, կարաք ասեք։ Ինչ օգուտ են տվել հայերին, Միկոյանը ինչ օգուտ ա տվել հայերին։ Եղել են, հասել են, ում համար են հասել, հանուն ռուսի։ Այն օրը ասեցի բյուզանդիական գեներալներ ու թագավորներ, Հովհաննես չբչկիկ։ Ում ես պետք դու։ Ում։ Հայաստանը կործանող թագավորները ում են պետք։ Նույնն է սրանք։ Նույն կլանի մեջ են Օշին, Հեթում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ում եք պետք։ Այս սրա համար եմ ասում, ժողովուրդ ջան։ Պատմությունը իմանալը, ես ասում եմ, ժամանակին հենց հիմա իմ ընկերները նստած նայում են, բոլորին ողջունում եմ։ Մանում են իմ 10 ընկերները եւ մեր թաղի տղեկը նայում են ու միշտ ասում են. «Այն ժամանակ, որ մենք դուսը խաղում էինք, էս էինք ամ, դու նստած պատմություն ես սովորում, հիմա մենք ենք սովորում քեզնից»։ Շնորհակալ եմ տղեկ ջան, ես հատուկ ասում եմ, որ իմանաք ինչերի միջով ենք անցել ենք։ Կլաններ։ Բերում են մարդկանց վզին փաթաթում են, հիմա հելել են Քոչարյան, Ռոբերտ, երկրի իսկական տերը դու ես։ Հիմա այս ամբողջ գործողությունները ինչ որ կատարվում է, նաև մեր դեմ, քո մատը խառն է։ Ես էլ կբարձրացնեմ հաթաթ, քո բանկերի միջոցով, քո ամեն ինչի միջոցով, հələ համբերի բոլորը հանելու են մեյդան։ Դու ես փաստաթղթով սա։ Օդի մեջ մենք կրակած բան չունենք։ Օդի մեջ կրակած բան չունենք։ Դերասանություն եք անում, ընդից ուզում եք ախպերություն խաղաք, պետք չի, ոչ զանգեք, ոչ էլ մտեք։ 5 րոպեում բացահայտելու եմ ձեզ։ Իմիջիալոց ասեմ ձեզ, բոլոր այդ ախպերություն խաղացողները, ովքեր փորձում են միանգամից ախպեր խաղան, 1000 տարվա գել եմ ես, ինչ չեք կարող խաբեք, ի տարբերություն ձեզ։ Անցնենք հաջորդ հարցին, անցնենք միջազգայինից մի երկու հարցի։ Միսկի խումբը Ռուսաստանը ուզում է վերականգնել, ինչի Ադրբեջանը գնավորել է։ Ես հիշում եք ասացի։ Միսկի խումբը ով էր ուզում Չեխիա լինի։ Բնականաբար Թուրքիան, հրամանը Ադրբեջան եւ Նիկոլի։ Ճիշտ է, ռուսնել էր ուզում, բայց այստեղ խաղ կա ոնց։ Միսկի խումբը որ չեզոք արին։ Ռուսը լծակը Ադրբեջանի վրից կորցրել է։ Ինչ Ադրբեջանը, հա, ասма Զանգեզուր ուզում է, մետի ձևական իր ներքին խաղն է, բայց ինքը իր տարածքը որը Նիկոլը ճանաչեց 86 եւ ռուսը բոլոր ասին հա լավ ճիշտ է դրանից ավել որևէ բան անեն գլուխը կտրելու են հա բայց ինքը Ռուսաստանը Ադրբեջանի վրա ոչ մի ազդելու լծակ չունի արդեն Թուրքիայի հետ խաղ գնացող տակից էլ Թուրքիայի հրամանով երեք հավաքել է Միջին Ասիայի երկրներին ով նավթ արտադրում Ադրբեջանով բերեք հանեք եւ այլն բնականաբար այս քաղաքականությունն է ջուդնել է խաղում արևմուտքնել է խաղում որ այդ գործարքեթը դրա համար ռուսը ասում է ստոփ հələ այն ալքաշ մարմնավաճառ Զախարովային ասեցին ասա Միսկի խումբը չկա հա չկա այսօր հելել ասում են դեսպանով բան ոնց չկա Միսկի խումբը չկա, ով ասա, Միսկի խումբը լավ է կա, տեսեք Ֆրանսիան ասում, Ամերիկան ասում, ով ասում Միսկի խումբը Չեխիան լինի, լրբազավր Նիկոլը, Թուրքի վիժվածք, Ալիևն ու Թուրքի վիժվածք Էրդողանը։ Ռուսները հիմա իր լծակի համար, ոչ թե հայի համար, լծակի համար, իսկ լծակը ինչ ձև է օգտագործելու, շուտով կտեսնեք գեղեցիկ ձևով, փշոտ ինչքան տայգայում եղևնիկա, հաթաթ մտցնելու Ալիևի ու կնգա հետևը։ Սպասեք դուք։ Ոչ թե նրա համար որ ինքը հայերին է լավ ուզում, ինքը կարա տես ցույց տա, այս ռուսամերձ Պուտին խերոս կոռացողներն ասին, տեսակ Պուտին խերոս, հա, խերոս, բայց չէ մի։ Իսկականից խերոս։ Դրա համար էլ սա լինելու է ռուսի Թուրքի մեջ վեճերնելու է, որտեղ Թուրքիային այսօր ստիպում են ախպեր ջան, բագնացիր ասել Ուկրաինան մեր ընկերն է, դե զորք տար։ Իմիջիալոց ասեմ Եվրոպայից մեկ լուր, որը բավական ուժեղ լուր է, Եվրոպան ռազմական բյուջեն սարքել է 800 միլիարդ չտեսնված թիվ։ Եթե վերցնենք մինչև այդ Եվրոպայի ռազմական բյուջեն, ամենամեծը համարվում էր Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, բոլոր իրար հետ մոտավորապես գալիս են մոտավորապես մի 140-130 միլիարդի մոտ։
Այդ 3 երկիր էլի, մնացած իրար հետ, ասենք բոլորն իրար հետ մոտավորապես կայսեն մաքսիմում մի 300-350 միլիարդ, միանգամից 800 միլիարդ, որը ավելի շատ է, քան Ամերիկայի 670 միլիարդ։ Հասկացաք ինչ ստացան Եվրոպայից, ռազմականացված, զինված, ուժեղ պետություն, իմիջիայլոց ծիծաղալով ասեն, որ երեք էլի Ալաուդինովը ասեց, որ 20,000 հոգով գրավելու ենք Եվրոպան, բայց քանի որ 20,000-ը մեր ավելի երկար ճանապարհ չի գնա այդ մեծ տարամասում, ուստի խնդրում ենք Պուտինին 2 միլիոն մարդ հավաքել, 2 միլիոն տղա զինվոր հավաքել։ Ինչպես միշտ գիտեք, որ միշտ պետության խոսափողները լինում են այսինքն ջեբի արտադրանքները, ջեբի մանրադրամները։ Հիմա գրպանի մանրադրամ Ալաուդինովը սա տալիս է, որ Ռուսաստանը նոր հավաք անելու, որտեղ Եվրոպան հսկայական քանակությամբ մեծացրել է օգնությունը, ինչպես նաև Ամերիկան։ Այսօր հայտարարեցին, որ Նորվեգիան եռապատկել է իր տված զենքի քանակը։ Եռապատկել, ժողովուրդ։ Պատերազմը շարունակվում է միանշանակ։ Մինչև երբ, մինչև ռուսը իր տարածքներից X քանակությունից հրաժարվի։ Պարտադիր, ոչ միայն Ուկրաինայից, իր տարածքներից էլ։ Իսկ Ուկրաինան մաքուր է պետք Եվրոպային, իհարկե։ Պետք է մաքուր, կապ չունի ինչքան բնակչությամբ, ինքը գյուղատնտեսական մասն է Եվրոպայի ապահովելու, ու դա կլինի։ Ցավալի է, որ իմպերիալիստ երկրները սենց են որոշում ճակատագիրը փոքր ազգերի, բայց ամենայն դեպս ուկրաինացիները կանգնել են ու կանգնել են աշխարհի ամենահզոր երկրներից մեկի դեմ եւ ցույց տվեցին Ռուսաստանի փչությունը։ Թե հիմա ինչ ընթացք կստանես, ասել եմ Միջին Ասիայի հետ եւ այլն, սա լինելու է։ Մանավանդ որ երեք այն դեբիլներից մեկ մի հատ դեբիլ կա Հայաստանում, դե շատ են դեբիլները, ռուսամեր Բաբայան կարծեմ Վահան, եթե չեմ սխալվում, Քոչանի ոտիտա Քոչարյանի ու Դոդի ոտիտակի կեղտ դեպուտատ էին բերել, ասма Ռուսաստանը Հայաստանին հետևով էր կանգնել, հեսա կֆռա դեմով, տղա ջան, հետևով կանգնացել ենք մենք ռուսին, նույն ձև ընդունում, դեմով կանգնացել ենք մենք նույնը անում։ Եթե քեզ թվում է, հիշեցնեմ քեզ, որ ռուսի հետև քիչ լպստի, հայ տղամարդիկ նույնիսկ Խոպանի ամենագրագետը ռուս կանաց թե հետևով, թե դեմով, տղամարդկանց է թե հետևով, թե դեմով, ինչ ուզում անում են։ Այնպես որ մի ռուսի տակ լենքին պարկի։ Այդ լպստրուկ մազերը տեստերից երկարացել է սենց գցելով են ձերը։ Եկա հորթես, տանը կյանքով զբաղվի։ Հարգելիներս, ես կարող եմ շատ բան ասել քաղաքական, պատմական զուգահեռների մասին, բայց այսօր կբավարարվեմ այսքանով, որովհետև ես էլ մի քիչ գործեր ունեմ, կսպասենք մեր ամսի 9-ի բացմանը, իհարկե վիդեոկապ էլ կլինի, հանդեսավոր խոսքով հանդես կգանք եւ այլն։ Մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, հիշեք, որ հայը դա հոգևոր արժեքն է։ Հայը դա հոգևոր մեծությունն է, Աստծո մասնիկը բոլորիս մեջ, որը սպանել չեն կարող։ Էլ եմ կրկնում։ Նժդեհը մեռավ, Նժդեհի անունը լսում թողում են ամբողջ աշխարհը։ Սպանեցին Նժդեհին, ֆիզիկապես հոգին չի մեռա։ Ինչով ենք ոգեշնչվում մենք։ Չէ՞։ Մեր հերոսներով, Անդրանիկ, Նժդեհ, Դավիթ բեգ, Քյարամ, Կյար, Աբաջան, մյուս մեր տղեն Ալբերտ, հազար ու մի անուններ կարող եմ ասել, հազարավոր հերոսներ, Այծեմնիկ, Պապ, հարյուրավոր Տիգրան Մեծ եւ այլն, մարդը մահացել է, անունը կա, Արտաշես, Հայկ Նահապետ, մահացել է վաղուց հողի մեջ ձուլվե գնա, բայց անունը մնացել է։ Վարդան Մամիկոնյան, հասկանում եք, մարդու անունն է կարևորը, ոչ թե այդ պահին զղկտվելը։ Ինչի այն ժամանակ սենց վարշխառու այլասերվածներ չեն եղել։ Անի մայրաքաղաքը ունեցել է 1001 եկեղեցի եւ 1001 բաղնիկ, որտեղ աշխարհի այլասերվածությունն է եղել։ Դրա համար էլ թուրքը հասավ, Աստված տեսավ, որ տենց այլասերվածություն են ստեղծել, արդեն ջոուտը, խառը, Բագրատունիները, երկրաշարժը խփեց, պատը քանդվավ, թուրքերը մտան ավերելու։ Բերեք ճշմարտությունը խոսենք։ Ես միշտ ճշտի կողմն եմ։ Ինչի հողերը գնաց, որովհետև երկրի ղեկավարությունը դրսինների հետ համագործակցելով թուլացրեցին բոլորին, որ հեշտ ջարդեն։ Թուլացած մարդը հեշտ է ջարդվում։ Գովասանքով վերջ, Բաքու 70, ես եմ տեսել, հորս արև տրաֆարետ խփին, այնովա թուլացրին, տենց հաձև է, իսկ թշնամուն ոչ պիտի գերագնահատել, ոչ էլ թերագնահատել, ցանկացած ժամանակ թշնամուն պիտի արժանավույն ընդունել, որպեսզի հարվածը լինի վերջնական ու կործանիչ։ Պարզ է,
Մեր ֆուտբոլն է արտացոլում մեր ազգային տեսակը։ Մի հատ գոլ են ստանում, վերջ, գոլերը թողում գալիս են, մի 5-6 հատ ստանում, մանթո գնում են դուրս։ Մեր ազգայինն է, կյանքում չպետք է ընկճվել։ Եղեք Գերմանիայի ֆուտբոլի նման, որ 5-0 էլ պարտվի, դեմքի միմիկան չի փոխում, 5-0 էլ հաղթի, դեմքի միմիկան չի փոխում։ Ու մինչև վերջ պայքարում է իր հաղթանակի համար։ Դրա համար էլ Գերմանիան Գերմանիա է, Հայաստան Հայաստան։ Փորձեք լինել հոգով հայ, պատասխանատու ազգի համար, ոչ թե խորովածի, քյաբաբի, լենքիդ, առօրյայից, թորրիս մաշն առնեմ, ում թորրիցա վատ տղա, աղջկաս Լուի Վիտոն սումկա առնեմ, էս անեմ, են անեմ, գնամ փորս գցեմ կրետե հանգստանամ։ Այն ժամանակը տենց չեն եղել խոսեր, միլիոններով ում անունը կա, ոչինչ չկա, ոգեշնչվող չկա, տեսակը չկա, ցեղը չի մնացել։ Երկար չշարունակեմ, Աստված մեր ազգի հետ եւ բերեք միասին կրկնենք եւ երկինք ուղարկենք Աստծուն այս խոսքերը, որ ինքը իրականացնելու է մեր բոլոր ցանկությունները, իհարկե եթե մենք ճիշտ պահենք մեզ, հավատանք Աստծուն ու ճիշտ գնանք մինչև վերջ, ոչ թե կեսից ասենք զոնքաջս հղիա խաղից թռնենք։ Աստված թող արժանի պատժի մեր ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որովհետև իրենք տմարդի են, իրենք սինլքոր են, լպրծուն են եւ ետևից խփող։ Աստված թող արժանի պատժի Ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Մուշում, հաջորդ տարին Վանում, հաջորդ տարին Վանանդում, հաջորդ տարին Կարինում, հաջորդ տարին Բաբերդում, հաջորդ տարին Սասունում, հաջորդ տարին Կիլիկիայում, հաջորդ տարին Անգորայում եւ հաջորդ տարին Պոլսում։ Ամեն։